Բարի երեկո, եթերում Արտֆոկուսն է։ 2013 թվականին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում The Levels of Sound երաժշտական դասընթացների շրջանակում Արիկ Գրիգորյանի կամ ինչպես նրան ավելի հաճախ են կոչում Արիկ Բամբիրի կողմից հիմնադրվեց Թմբաթախումբը։ Այսօր խումբն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում եւ արտերկրում։ Խմբի անդամները 14-ից 21 տարեկան երիտասարդներ են։ Խմբի գործունեության հայկական ռոքի ոչ ֆորմալ երաժշտական կրթության, Հայաստանում ալտերնատիվ երաժշտության ասպարեզում առկա խնդիրների մասին խոսելու ենք ռոք երաժիշտ մանկավարժ Արիկ Գրիգորյանի հետ։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ հրավիրելու համար։ Դուք հիմնադրել եք 3 հանրությանը շատ հայտնի խումբ կամ համահիմնադրել եք Բամբիրի պարագայում։ Բամբիրն է անշուշտ, Վիշապը եւ Թմբաթան։ Եվ 3 տեսանյութեր էին նայում, ձեր պատանեկան տեսանյութերը, փորձերից Գյումրիում ենթադրում եմ, Բամբիրի փորձերից, երբ փաստորեն հանդիպեցիք Նարեկին եւ Արմանին, 8, 10, 11, 12 այդպես տարեկան, գուցե, ընկալմամբ այդպես այդ տարիքն է, եւ նաեւ համերգներից կային տեսագրություններ, այդպես խիզախ, շատ կրեատիվ պատանիներ էիք, առհասարակ հետաքրքիր է այդ տարիքում որտեղից էիք գտնում այդ խիզախությունը, ուժը, կարծում եմ նաև ինքնավստահությունը։ Իհարկե, երբ որ հավաքվեցինք նվագելու, շատ ինքնավստահ ենք, որովհետև դե ամեն դեպքում մեծ Բամբիրը կարելի ասել մեր մեջքին կանգնած էր, դրա համար էլ ավելի վստահ ենք ու ավելի գիտենք ինչ ենք անում եւ սիրում ենք երաժշտություն ամենակարևորը եւ այդ թվականներին Գյումրիում երկրաշարժից հետո այդքան շատ բան այդքան անելու բան չկար, դրա համար էլ մենք այսպես ասած տրվեցինք երաժշտությանը եւ փորձեցինք այդ ամեն ինչը մեր կյանքի մասնիկ է դարձնել եւ մինչեւ օրս էլ երաժշտությունը մեր կյանքի ամենաանբաժան մասն է։ Այսօր ինչով է տարբերվում այդ երաժշտական միջավայրը Գյումրիում։ Որքանով է տարբերվում այդ ժամանակաշրջանից։ Շատ, ամեն ինչ տարբեր է արդեն քաղաքներ են բավականին սարքել, մարդկանց տրամադրությունները փոխվել, ծմերները այդքան խիստ չեն, մարդիկ վարելիք ունեն։ Այո։ Եվ այդ ամեն ինչը ազդում է իհարկե տրամադրության վրա, այդ տրամադրությունից էլ կախված է թե մարդը ինչ արվեստ կստեղծի, ինչ երաժշտություն, թե նկարչություն։ Բնականաբար պրոգրեսներ կան եւ ելի կլինեն ու ամենակարևորը որ շատ հետաքրքիր եւ լավ երիտասարդներ կան այսօր որոնք մեծ պոտենցիալ ունեն հետաքրքիր բաներ սարքելու համար եւ Գյումրիում եւ Երևանում եւ ամբողջ Հայաստանի համար կարծում եմ։ Իսկ կա զգացողություն որ այդ ծանր միջավայրում մարդիկ այնուամենայնիվ ավելի խանդավառված էին արվեստով, ավելի հետաքրքրված էին արվեստով, քան այսօր երբ շատ բաներ ավելի հասանելի են։ Բնականաբար լավ մտքերը եւ կրեատիվ մտքերը չեն ծնվում հարմարավետության պայմաններում։ Հիմնականում այդպես է։ Միշտ ծնվում են նեղ ավելի sense դեպրեսիվ միջավայրերից, որովհետեւ այդ արվեստները ոնց որ այդ դեպրեսիայի մեջ սաղիկներ են, որ ծնվում են, որպեսզի նաեւ այդ բալանսը պահեն, որովհետեւ չի լինում մենակ դեպրեսիա։ Լինում է նաև հակառակը եւ որպեսզի բալանս լինի։ Մոտ 10 տարի առաջ դուք որոշեցիք մի փոքր շեղվել ռոքից, եւ քայլ արեցիք դեպի ակունքները, հայկական երաժշտության ակունքներ եւ առհասարակ անգամ նախաքրիստոնեական երաժշտությանը որոշեցիք անդրադառնալ, նաեւ անշուշտ հայկական միջնադարյան հոգեվոր երաժշտությանը եւ այդ ամենի հիման վրա ստեղծվեց ձեր Վիշապը, որը մի նախագիծ էր, որը նաև միավորում էր տարբեր երկրներում ապրող բազմապրոֆիլ երաժիշտների, այսօր ինչ փուլում է նախագիծը եւ առհասարակ ամենակարևորը ինչ տվեց Վիշապը ձեզ, որի հիման վրա կարծում եմ նաև հետագայում կառուցեցիք Այո, Վիշապը իմ այն
հետևի մտքում այդ երաժշտություններ, որը ես միշտ մտածում եմ, որ ինչքան հետաքրքիր կլինի դրանով զբաղվել, որտեղ մեր մշակութային ժառանգությունը ահավոր մեծ է, շատ է, ու եթե դու երաժիշտ ես ու նաև հայ երաժիշտ ես, ինձ թվում է այնքան նյութեր, հետաքրքիր նյութեր կան, որ անհնար է չանդրադառնալը։ Իսկ այդ ֆոլկի սերը դեպի ֆոլկը, դա բնականաբար մեծ բամբիրից է եկել, որտեղ մեծ բամբիրի ինչ որ շրջան զբաղված են ֆոլկ ռոկով, այո, կարելի ասել նաև ֆոլկ ռոկը հիմնադիրը Հայաստանում։ Այդ ամեն ինչը իհարկե մեր գիտակցության վրա ազդեց եւ իմ համար շատ կարևոր էր այդ ամեն ինչը ուսումնասիրելը, տեսնելը, մանավանդ որ արդեն սկսեցի զբաղվել, տեսա ինչքան հետաքրքիր ու ինչքան խորը կարելի է գնալ։ Հիշապ է այդ պրոյեկտներ, որով ես զբաղվեցի, հրավիրեցի իմ ընկերներին, երաժիշտներին, ու ստեղծեցինք այդ խումբը, բայց քանի որ հիմա երաժիշտներից մեծ մասը, որը երկրում չի, աշխատում է արտ երկրում, կարելի ասել խումբը այսպես մի քիչ բաժանվեց, դրա համար քննացրել եմ վիշապին, մինչև որ նոր հետաքրքիր նյութեր հավաքեմ, նորից կակտիվացնեմ։ Նոր ուժերով արտնանա։ Այս պահին ավելի շատ զբաղվում եմ թմբատայով եւ թումոյով։ Այո։ 16-ից 18 թվականներին, երբ Բամբիռում ձեր այդպես հերթական դադարներ, որը կարծում եմ ռոքերաժիշտների կենսագրությունում պարբերաբար մի հանդիպող երևույթ է, այո, դուք հենց այդ շրջանում ակտիվացրեցիք ձեր գործունեությունը Թումոյում, Թմբատա խմբի հետ, եւ հետաքրքիր է ինչու հայ ռոքի աստղ Արի Գրիգորյանը որոշեց զբաղվել մանկավարժությամբ, այո, աշխատել պատանիների հետ։ Գիտեմ, որ մինչ այդ էլ եք ունեցել, հա, մի շրջան, երբ աշխատել եք երաժշտական հաստատություններում, կարծեմ ֆլեյտա եք դասավանդել, այնուամենայնիվ այս անգամ շատ ավելի հիմնարար մոտեցաք այս գործին։ Չգիտեմ ինչի, ոնց, բայց իմ մոտ ոնց որ ստացվում էր ու ես դա սիրում եմ այդ գործը։ Մանավանդ որ երբ որ մանկավարժական համալսարանում էի սովորում ու 4-րդ կուրսում մեզ արդեն տարան դպրոցներում, որ դասավանդենք դպրոցներում որպես պրակտիկանտ։ Պրակտիկա, այո։ Ինձ տարան Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը ու այնտեղ էլ ես նկատեցի, իմ մեջ նկատեցի, որ հետաքրքիր գործ է փոխանցել գիտելիքները սերունդներին, որովհետև որպեսզի ժամանակը գնա, պետք է փոխանցես այդ գիտելիքը, որ այդ գիտելիքը ապրի ժամանակի։ Հետո ստացվա, որ 13 թվականին ընդունվեցի աշխատանքի Թումոյում, որտեղ դե ավելի ազատ էր միջավայրը եւ ավելի հնարավորություններն շատ էին եւ տեխնիկապես եւ չկար որ կոնկրետ էս պիտի անես կամ այն պիտի անես, ամեն ինչը իմ ձեռքերում էր եւ այդ ժամանակ ստեղծեցի մի պրոյեկտ, որը կոչվում էր ձայնի մակարդակները, levels of sound, ու փորձեցի ուսանողներին հավաքել ինչ որ մի հետաքրքիր բան ստեղծել եւ իմ համար եւ իրանց համար համատեղ եւ այդ հետաքրքիր բանը դարձավ Թմբատա խումբ, Թմբատան էլ իր հերթին արդեն ինչ որ տարեկից հետո 18 տարեկանից հետո դարձան շրջանավարտ, դուրս եկան Թումոյից եւ անցնում են հիմա իրանց երաժշտական կարիերան ճանապարհը աշխարհով մեկ։
Իսկ անձամբ ձեզ ինչ տվեց մանկավարժությունը, որպես մարդ եւ որպես նաեւ ուսուցիչ, հաճախ ուսուցիչներն ասում են, լավ ուսուցիչները, լավ մանկավարժներն ասում են, որ իրենք որքան գիտելիք տալիս են, նույնքան էլ ստանում են։ Իհարկե, ուսուցիչ առանց աշակերտի ով է, ում ուսուցիչն է, այսինքն դա կարելի ասել, որ պետք է համատեղ լինի, պետք է երկուսն էլ մոտիվացիա ունենան մեկը մեկի հանդեպ, այսինքն եթե աշակերտը չի մոտիվացնում ուսուցիչին, ուսուցիչը լավ ուսուցիչ չի կարող լինել եւ հակառակը։ Ես փորձեցի այդ մոտիվացիան տամ ուսանողներին եւ նաեւ ստացա այդ պատասխանը եւ այդ էներգիայի փոխակերպումից ստացվում են հետաքրքիր երաժշտական եւ գժական բաներ, նյութեր։ Իսկ ինչպես է հնարավոր երաժշտական կրթություն ունեցող պատանիներին սովորեցնել, նվագել, երգել եւ ամենակարևորը հետո ի վերջո հասցնել նրանց մեծ բեմ, որքանով տեղյակ եմ, Թումո եկող երեխաները հաճախ չունեն մասնագիտական կրթություն։ Չունեն, կարող է որ երաժշտական դպրոցներ հաճախում են, մեծ մասը չեն հաճախում, բայց երբ որ ինքը արդեն դիմե եկել է այդ լսումներին, նշանակում է որ իր գլխի մեջ արդեն երաժշտությունը մի քիչ արդեն առանձնահատուկ տեղ է եւ ես փորձում եմ այդ ուսանողների մեջից հանեմ այն երաժշտությունը, այն հետաքրքիր մտքերը, որը իրանց մեջ թաքնված է, որտեվ գիտեք, մեր հայ երեխեքը մի քիչ կոմպլեքսավոր են ու մեկից չեն բացվում։ Մի քիչ ժամանակ է պետք, որ իրանց բացես, մոտիվացնես։ Իրականում իմ միսիան որպես ուսուցիչ աշխատացնելն է ուսանողներին, աշակերտներին, որպեսզի իրանք աշխատանքի շնորհիվ բացեն իրանց կարողությունները եւ կարողանան աշխատեն։ Իհարկե սովորացնում ենք տեխնիկական բաներ, անում ենք շատ ձայնավարժություններ, գործիքների վրա շատ բարդ վարժություններ ենք տալիս իրանց, որպեսզի իրանք ավելի ուժեղանան, իսկ հետո արդեն կարողանում են իրանց մտքերը իրականացնեն, իրագործեն գործիքների վրա, օգտագործելով տեխնոլոգիա, որը տրամադրում ենք Թումոյում։ Այո, հիմնականում այս process-ն եմ։ Ես անգամ մտածում եմ գուցե կրթությունը հատկապես այս ժանրում, այս ոճում, որում թմբատան ստեղծագործում է, գուցե անգամ երբեմն կարող է կաշկանդող լինել։ Ասեմ, իմ թմբատայի ուսանողներից մեծ մասը մտքերը չունեն ընդհանրապես երաժշտությամբ շարունակելու, բայց մեկը ուզում էր ատամնատեխնիկ դառնալ, մեկը ուզում էր, չգիտեմ, պոլիտեխնիկ ընդունվել, մեկը ուզում էր ինժեներ եւ այլն եւ այլն, բայց նրանցից հիմնական կազմը, ովքեր որ մնացին թմբատայում, բոլորը որոշեցին երաժիշտներ դառնալ, նույնիսկ ընդունվեցին կոնսերվատորիա, հիմա արդեն կարծեմ ավարտում են։ Նաեւ Թումոյից նոր ուսանողներ ունենք, ովքեր միացել են թմբատային, ավելի երկրորդ սերունդի ուսանողներն են, բացի թմբատայից ես փորձեցի մի հատ էլ խումբ ստեղծեմ, որը չի լինի թմբատայի նման, որը կունենա ավելի ուրույն ոճ, ես չեմ թելադրի, թե իրանք ինչ ոճով պետք է նվագեն, ես ուղղակի իրանք պատրաստեցի եւ տեսա, որ իրանք ընտրեցին իրանք ոճը ավելի շատ punk rock ստիլի մեջ, գրում են իրանք երգերը, ստեղծեց երկու խումբ, մեկի անունը Կանգուն, մյուսի անունը Ուրու։ Կարծում եմ դա էլ արդեն հետաքրքիր թումոյական ինչ-որ պրոյեկտ, որը դուրս եկավ Թումոյից ու հիմա անցնում է նաև իր ճանապարհը։ Դուք անդրադարձաք տեխնոլոգիաներին, հետաքրքիր է ինչ դեր են խաղում ժամանակակից տեխնոլոգիաները, ժամանակակից երաժիշտների կյանքում, հատկապես ձեր ասպարեզում, որ տեխնոլոգիական լուծումներին եք ավելի հաճախ անդրադառնում։ Հատկապես հաշվի առնելով նաև Թումոյի տեխնոլոգիական ուղղվածությունը։ Այո, մենք երաժշտության բաժնում ունենք հիմնականում օգտագործում ենք անգլերեն ասեմ production, mixing եւ mastering, նաև ձայնագրություն, սկզբից դե ձայնագրում են իրանց գործերը ուսանողները, հետո փորձում են այդ ամեն ինչը mixing անեն, mastering եւ production ստեղծեն։ Իհարկե դա մենք սովորացնում ենք, նաև հրավիրում ենք տարբեր մասնագետներ, որոնք աշխատում են ուսանողների հետ, կիսում են իրենց գիտելիքները, համաշխարհային մասնագետներ ենք հրավիրում։ Շատ կարևոր է դա, որտեվ այսօրվա երաժիշտը, քանի որ գիտեք 70-ական թվականներից հետո label հասկացողությունը, որ առաջ գնում էին ստորագրում էին, չէ, երաժիշտները այս label-ի հետ ստորագրել ենք, հիմա մեր գործերը լավ կլինի։ Հիմա ավելի շատ երաժիշտները
DIY սիստեմի վրա են, որտեղ հիմա տեխնիկական հնարավորությունը թույլ են տալիս ամեն երաժիշտ ունենալու իր տանը, իր փոքր ստուդիոն, իր ամեն ինչով եւ social մեդիաներն էլ օգնում են, որ այդ ամեն ինչը տարածվի։ Բնականաբար դա էլ իր գիտելիքներն ունի, դպրոցներն ունի, որը պետք է մարդիկ սովորեն, թե ինչպես կարողանան օրինակ իրենց ստեղծածը վաճառեն, ցույց տան, ինչ հարթակներում, ինչպես սրճեր անեն, այդ ամեն ինչը այսօրվա աշխարհի ամենակարևոր գիտելիքներից մեկն է։ Օգտվել սոցիալական այդ ցանցերից եւ ճիշտ օգտվել, որտեվ բոլորի ձեռքում կա դա, բայց բոլորը չէ որ կարողանում են նույնիսկ իրանց ուզածը գտնեն Google-ով, դա պետք է սովորեն, դրա համար դպրոցներ կան, Թումոն էլ նաև այդ հնարավորությունը տալիս է, որպեսզի ուսանողները բացի այն որ արդեն ստեղծել են իրենց ապրանքը, product-ը, կարողանան դա հետո տարածեն եւ վաճառեն, ինչու՞ չէ։ Մեկ առիթով ասել եք, մեր մշակույթը շատ ծանր վիճակի մեջ է, ճիշտ մշակույթին մեր երկրում այսօր գրեթե տեղ չեն տալիս, համալիրի վերջին համերգները կամ ասենք համալիրի վերջին իրադարձությունները, հա, ձեր ասվածի կարծես լավագույն ցուցիչն են, հետաքրքիր է ով եւ ինչպես պետք է առողջացնի մեր հասարակության երաժշտական ճաշակը, ում ուսերին պետք է դրված լինի այդ պատասխանատվությունը։ Դա երևի շատ շուտ եմ ասել, այսօր ավելի մի հատ կարծիքի եմ հասել, որ պետք է հիմա մենք մտածենք ոչ թե ինչն է ճիշտ, ինչն է սխալ, այլ այս պահին էս ունենք։ Հիմա դա լավ է թե վատ է, դա ինչ որ մի բանի արդյունք է, չէ՞ որ էս ունենք։ Այսինքն ժողովուրդը իրականում պետք է կրթված լինի, որպեսզի լավ երաժշտությունը հասկանա, որտեղ երաժշտությունը ինքնին գիտություն է ու ոչ բոլորն են հասկանում դա որպես այդպեսին երաժշտությունը։ Ճիշտ է, երաժշտությունը բացի գիտությունից ունի էմոցիոնալ մաս, որը ամենաթույլերին է կպնում։ Ինչքան գիտելիքը բարձր է, էմոցիան այդքան ցածր է։ Ինչքան գիտելիքը քիչ է, էմոցիան այդքան բարձր է։ Դա անպայման միշտ բալանսավորված է։ Բեթհովեն հասկանալու կամ Մոցարտ հասկանալու կամ չգիտեմ Մայլս Դեյվիս հասկանալու համար պետք է կրթություն ունենալ։ Գոնե հասկանալ թե ինչպես է կառուցված երաժշտությունը, ինչ է արել Մայլս Դեյվիսը, ինչ մեծություն է։ Իսկ անկիրթ մարդը ինչ արել, ինչ միջավայրում է դա ստեղծվել, ինչի համար չի տեսնում, չի լսում եւ իրան հասանելի չի, սպես տեմպես։ Այսինքն լավ կրթությունն էլ թանկ արժի։ Ես հասկանում եմ, որ մեր երկրում սոցիալական վիճակը այդքան բարձր չի, որ ամեն մեկը կարողանա լավ, ճիշտ կրթություն, ուժեղ կրթություն ստանալ, բայց գոնե մինիմալ բանը պետք է մենք տանք մեր սերունդներին, որպեսզի իրանք ուժեղ լինեն, որտեղ այսօրվա աշխարհը մանավանդ AI-ներ զարգանում է, ու դու արդեն չես կարող գոյատևել քո միջին, այսպես ասած, միջին կրթությամբ։ Պետք է արդեն ցկտենք ավելին, որտեվ այսօրվա AI-ը, ռոբոտները արդեն են միջին կլասի, միջինից ցածր գործերն անում են 5 րոպեում։ Այսինքն մարդկանց կարիքը չի լինի։ Այսինքն մենք հիմա պետք է ավելին ցկտենք, որպեսզի կարողանանք մենք թելադրենք այդ ամեն ինչը։ Ինչեւ տեսնենք ուր կհասնենք։ Ես դեմ չեմ ոչ մի համերգի, ոչ մի մարդկանց չեմ ուզում բան ասեմ, բայց դա մենք հասցրել ենք։ Հասել է այդտեղ։ Այո, վատն այն է նաև, որ այդ ամենը հրամցվում է նաև երեխաներին, այսինքն կան համապատասխան երգիչներ, ովքեր նաև այդ ամենը հրաշալի կերպով մատուցում են երեխաներին։ Ընդունենք, Թումանյանը լավ նամակներ ուներ, ես հաճախ եմ կարդում, որ կարդում եմ Թումանյանի նամակները, զգում եմ, որ իրականում այդքան շատ բան չի փոխվել մեր մտածողության մեջ, որտեվ առիթ էլ չենք ունեցել շատ կրթվելու դրանից հետո։ Չգիտեմ, ասում են, որ սովետական կրթությունը շատ լավ կրթություն էր, բայց եթե լավն էր, բա ուր է։ Ինչ եղավ այդ ամեն ինչը։ Մեկ էսպես տեմպես ամեն ինչ մնաց անհատ մարդու վրա։ Անհատ մարդը ուզեց կրթվել, կրթվեց, դարձավ պրոֆեսիոնալ մասնագետ եւ ապրեց իր կյանքը։ Ինձ թվում է, որ ինչ որ մի օր կգա, որ մենք կհասկանանք, որ մենք անհատապես որ ուժեղանանք, մեր հայրենիքն էլ կուժեղանա։
Մի փոքր խոսենք ռոքի մասին, հետաքրքիր ընդհանրական, հա, հայկական ռոքը ինչ ուղղություններով է այսօր զարգանում, որ խմբերն են գերակշռում, այդպես արևմտյան, ավանդական, հա, ռոք մետալ ուղղվածության մեջ ստեղծագործող խմբերը կամ գուցե նաև ավանդական, հա, ֆոլք, նաև ներառող իրենց արվեստի մեջ խմբերը առհասարակ ինչպեսին է դաշտն ձեզ։ Դաշտը ահագին հիմա որ այդքան շատ անունները չեմ հիշում նոր խմբերի, բայց տեսնում եմ որ օրինակ հետաքրքիր բան ասեմ, ավելի շատ եմ նկատում ժողովրդական sense մեղեդիներով հարուստ խմբերը, ովքեր որ փորձում են ավելի շատ հայկական երաժշտությամբ հիմք հանդիսացնել հայկական երաժշտությունը եւ ռոք երաժշտություն ստեղծել։ Այո։ Դե չգիտեմ, դա երևի Թմբաթայի սերունդներ, որ իրանց սերունդը տեսան, որ այդ երաժշտությունը կարող է ապրել, տեսան, որ ֆեստիվալների են գնում, տեսան, որ ակին հաջողություններ ունեն եւ դա էլ ոգեշնչեց ավելի նոր սերունդներին անդրադառնալ հայկական երաժշտությանը որպես հիմք։ Այո։ Եվ դա վերցնել իրանց երաժշտության հիմքը։ Թե ռոք երաժշտությունը միջազգային ոճ է, այսինքն ուզբեկն էլ կարող է նվագել ռոք երաժշտություն, չգիտեմ, հային էլ, վրացին էլ, ինքը արդեն միջազգային ճանաչված ոճ է, թե բայց դու այդ ոճի մեջ, այդ երաժշտության մեջ ի՞նչն ես դնում։ Այո, քո ինքնատիպությունը, այո։ Այո, բայց ամենակարևորը, ես ասեմ, կարևոր չէ, իմ կարծիքով ինչ ես, ինչ ոճի երաժշտություն ես նվագում, պետք է լավ նվագես, որակով պետք է նվագես, որ տեղ ունենաս այս աշխարհում։ Մենք հիմա տեսնում ենք, չէ՞, ինչեր են անում, ինչ որակի ամեն ինչ իմ արվեստում, ինչ որակները ուտեղ են հասցրել մարդիկ։ Պետք է մենք էլ այդ ամեն ինչը տեսնենք, այդ որակների մեջ անենք, որովհետեւ ավելի տարածվի մեր երաց գործը, չմնա Երևանում կամ Գյումրիում կամ մեր թաղում, այսպես ասած, դուրս գա, որտեղ մարդու ականջը եւ ուղիղ արդեն սովոր է Miles Davis-ին, չգիտեմ, Mozart-ին, ինքը գիտի լավը որն է, չես կարող խաբես։ Իդեպ ինչու Թմբաթա։ Թմբաթան Կոմիտասի Զարզնգը երգի երգչախմբից հատված է, մենք որ դա պարապում ենք, այնքան ենք այդ թմբաթաները պարապում, որ ուսանողները որոշեցին իրենց խմբի անունը դնել Թմբաթա։ Թմբաթա իրենք է որոշել փաստորեն։ Թմբաթայով նոր ալբոմ պատրաստում եք, առհասարակ վերջին շրջանում շատ հրապուրիչ է, գրավիչ է եւ մոդայիկ է դարձել վինիլի ձևաչափը։ Թմբաթայով ձայնագրությունները ավարտել ենք ալբոմի, նոր ալբոմ ենք անում։ Երկար երգ հիմա միքսի մեջ ենք, միքս ենք անում, որ պատրաստենք ու լույս կտեսնի մոտավորապես մի ամիս ու կեսից լույս կտեսնի։ Իհարկե կունենանք մի հատ սինգլ, որը ավելի շուտ լույս կտեսնի։ Ալբոմ ձայնագրելու համար ահագին մեծ ժամանակ է պետք եւ ջանքեր են պետք, դրա համար ենք ուշ այլբոմներ թողարկում, քանի որ համերգները շատ են, ֆեստիվալները շատ են, որ անընդհատ ճանապարհների վրա է, մի քիչ դժվար է այդ ժամանակը դնել, բայց փորձեցինք այս նախորդ ծմեր ձայնագրությունն արեցինք իմ ստուդիայում ու կարծում եմ հետաքրքիր ֆոլք, ինչ որ ավանգարդ ֆոլք, հետաքրքիր մի բան է ստացվել, շուտով լույս կտեսնի, կլսեք։ Ուրիշ ծրագրերից արևմտահայ բանաստեղծների բանասերությունների հիմքի վրա նոր ալբոմ եմ անում, դա արդեն ավելի սոլո պրոջեկտ է, նորից հրավիրված երաժիշտների հետ, ամեն երգը մի ինչ-որ տարբեր երաժիշտների հետ եմ անում, բայց հետո դա լինելու է մի ալբոմի մեջ, ահագին ընտրել եմ բանաստեղծներ, որոնք որ այդքան շատ հայտնի չեն եղել մեր դպրոցական
ոնց որ ասեմ քրականության քրկերի մեջ։ Այո։ Իհարկե կան մի քանիսը, որը հայտնի են, Դանիել Վարուժան, Մատեո Զարիֆյան, բայց մնացածները մի քիչ շատ անհայտ են, բայց շատ հետաքրքիր ու լավ պոեզիաներ ունեն, որի հիմքի վրա մի 10 հատ երգ եմ գրել։ Ժամանակակից հեղինակներ են։ Հիմնականում հա, ավելի ժամանակակից, քան մենք գիտենք։ Նույնիսկ մեկը մինչև հիմա ապրում է, Գրիգոր Պլտյան, որը շատ հետաքրքիր բանաստեղծ է, ես նոր եմ բացահայտել Գրիգոր Պլտյանին, կարծեմ հիմա Փարիզում է ապրում այդ մարդը, եւ ամենակարևորը ողջ է։ Պլանավորում եմ Փարիզում ինչ որ մի օր իր հետ հանդիպեմ, երգը ցույց տամ, տեսնեմ ինչ կարծիք կունենա։ Մեր այսօրվա սերունդը այդքան շատ չի հետաքրքրվում։ Մենք այսօրվա Երևանում էլ լավ բանաստեղծեր ունենք, այսօր ապրող, ջահել, բայց գրեթե այդքան շատ չեն կարդում, պետք է մենք էլ ինչով կարող ենք օգնենք, որ բանաստեղծությունները ապրեն։ Մի հարցազրույցում էլ ասել եք, որ մի օր պատրաստում եք ստեղծել հին օրերի ժամանակակից մյուզիկլային թատրոն, ինչ նկատի ունեք եւ երբ եք պատրաստում այդ նախագիծը կյանքի կոչել։ Այնքան գլխից պես նախագծեր կան, պետք է ամեն ինչի համար ժամանակ գտնեմ, թիմ հավաքեմ ու անեմ, կանեմ, հա, հաստատ կանեմ, ուղղակի ամեն ինչ երևի իր հերթին, իր ժամանակին։ Դա ինչ է Jesus Christ-ի հայկական տարբերակն է։ Չէ, իրականում շատ կուզեի Մեսրոպ Մաշտոցի մասին հետաքրքիր ինչ-որ թատերական ներկայացում լիներ, երաժշտական, որտեղ մենք այդքան շատ խոսում ենք Մեսրոպ Մաշտոցի մասին, մեր տարերի հիմնադիրը, բայց որևէ մի ֆիլմ կամ ինչ-որ բան չկա, որ աշխարհը նաև իմանա, որ մենք ինչքան հնուց կիրտենք եւ ունենք մեր տարերը։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք ռոք երաժիշտ մանկավարժ Արի Գրիգորյանի հետ, այսօրվա համար այսքանը, ցտեսություն։